5 գիշերները։ Ինչ-որ խնդիր է եղել։ Ուժեղ խնդիրներ անելու, բայց մի քիչ ուշ։ Հանդիպման ասում են լրագրող գա վերև, ասում են ոչ։ Մենք պատրաստում ենք հանդիպել փոխվարչապետի հետ։ Վարչապետի պաշտոնը ժամանակավոր փոխարինող ով է։ Մեր Գրիգորյանը ոնց որ այսօր գնացել է հանգստանալու, երևի Տիգրանն է։ Ինչ է կարծում, պետական վերջակտրամադրվի ձեր խնդիրների լուծման այդ քարտեզի ինչպես պատկերացնում։ Չի կարող չտրամադրվի։ Ինչքան կարող ենք սպասել, չի կարող։ Եթե փող են տվել, որ մեզ տան։ Փող են տվել։ Մեր հարևանը փողը փոխանցել, ասել է կտաս հարևան գագույն։ Քիչ են տալիս։ Սառեցված վիճակով Եվրոպա արտահանելը դուք իրատեսական համարում եք դա հնարավոր է, քանի որ նշում են, որ սառեցված ձկան արժեքը ավելի էժան է։ Հարազատ, ես մի քիչ մենակ Եվրոպայից տեղյակ չեմ։ Ես ամբողջ երկրագնդի ձուկ արտադրողներից եւ վաճառողներից տեղյակ եմ։ Ուրեմն այսօր Թուրքիան է փորձում Եվրոպա ձուկ արտադրի, արտահանի 120 գրամանոց ձուկ է վաճառում, 140 գրամանոց ամենաշատը, դա կոչվում է պարցոնկա, որ ափսեի մեջ տեղավորվում է ու շատ փոքր քանակներ, այն պետությունը, որ 100,000 տոննաներով ձուկ է արտադրում, այնտեղ ինչ-որ 1-2 տոննա ձուկ է վաճառում, դա Թուրքիա արտադրողների խոսքերով եմ ասում, ու հենց այնպես չեմ ասում, այդ մարդկանց հետ կա շփում էլ, որպես գոլեգաներ, Չիլիի հետ էլ կա, Նորվեգիայի հետ էլ կա, այնտեղ ես հիմա իմ ձուկը 5 կիլոգրամ է, ոնց սարքեմ 120 գրամ, որ տարածքի մեջ տեղավորվի։ Մենք նոր ասեցի ձեր գոլեգաներին, մենք 5 տարի գնացել ենք, ես իմ թեթև ատլետիկա հիմա մեզ տանը շտանգի մրցումների, ոնց գնանք, այլի գնանք, բայց ժամանակ տվեք, ինչ-որ այդ փողերը, որ տվել է, որ տա գագույն, տվեք գագույն, ոչ թե ձեզ պարգևավճարներ բաժանեք։ Ես լսել եմ, որ Եվրոպան փողեր է տվել, որ աջակցեն, թղթի վրա բոլորիս աջակցել են, թղթի վրա ես իմ ձեր որ գոլեգաներ երեք ցույց են տալի, որ ինչ-որ լճերում ասում են լրիվ հարցը լուծված է։ Ես բախենք բարձացել այսօր եկել, Ժորժյան, բախի 3 ամիս չեն գալի, որտեղ 3 ամիս հույսեր ունենք, 3 ինչ-որ մարդ էր հրավիրել, ինչ-որ նախարարի, մեր էկոնոմիկայի, ասում են հարցը լուծված է, Եվրոպա ենք հանում, լրիվ մեծ, էլ եմ, նույն բառերը պետք է կրկնեմ, չեմ ուզում կրկնեմ, Ժորժյան, այդ Եվրոպա գնացող ապրանքը, չգիտեմ ինչու, Թուրքիայով, չգիտեմ, Պարսկաստանով, կներեք հայտնվում է Ռուսաստանի սահմանին ու հետ են տալի, ծաղիկ, ես իմ ծիրանը, այնի, չգիտեմ, այդ սահմանի, ինչ է, Եվրոպան գնում է Պարսկաստանով, Ռուսաստանով գնում է Եվրոպա, ով գիտի այդ սահմանը, ոնց է գնում, երեխեք, թողան բացատրենք, կոնկրետ էկոնոմիկի նախարարությունում խնդրել ենք լոգիստիկ ինչ-որ կազմակերպությունների հետ ծանոթացնեն, որտեղ մեր կազմակերպությունները չգիտեն ոնց տանեն Եվրոպան, օրերը, սռոպները ոչ մի բան չի բռնում, իրանք էլ ասում են բռնում, ասում են գոնե մեկ վարորդ ճարեք մեզ, մեկ լոգիստիկ կամպանիա, որ տանում է, 3 ամիս նստած սպասում ենք, 3 ամիս ասում են կա, չգիտեմ ինչ կա, որտեղ կա, բայց կա, ցույց տվեք տեսնենք ինչ կա, հիմա ոնց որ պատի վրա մի հատ տոնածառ նկարեմ, ասեմ ֆռացեք կողքը, մեր մոտ չի ստացում, թողան մի հատ ֆռան, մենք էլ ֆռանք, ծառներն զգան ձևը ցույց տանեն Եվրոպա տանը, խոսալով չի։ Վերջական մարմնից ասում են, որ 1 հոգի արդեն ձկնաբույծներից կա, որ էլեկտրոնային հայտով դիմել է, որպեսզի Եվրոպա արտահանը։ Ինչա ձեզ պետք անեմ, թղթի վրա անեմ, պարզ ասում եմ, ես թղթի վրա ասում եմ, երբ որ ինձ սննդի անվտանգության աշխատակիցները ասել են, Իսպանիա են գնացել մեր գործընկերներից մի քանիսը, մի քանի ամիս առաջ բուկվալնի, մեր ցուցահանդես էր, ձկան, կերի, ամեն ինչ հետ կապված Իսպանիայում, եկան ուրախ, բա դուք ինչու չկայք, ամենտեղ ակտիվ եք, ինչու չկայք, ես իրանց հետ ոնց են ասում, գրազ եմ եկել, ասեմ հենց առաջի ձուկը կգնա, կգաք ինձ եք ասեք խիչ չկայր, տեսար մենք ճիշտ ենք, ուրա 6 ամիս անցել է, ինչքան են տարել, ոչ մի բան, 0, Ժորժյան, Եվրոպայի գներն է գիտենք, կերի գներն է գիտենք, ստեղ է գիտենք, ոչ մի եզրեր չի գտնվում, եթե մարդիկ նոր են Եվրոպայի տեղ, ես 2 տարին տեղ եմ ապրել մամայիս եմ ուժը Գերմանիան, աղբերս 800 աշխատող ունի, այդ նույն տերերի հետ սուպերմարկետի ու սեփականատերի, ոչ թե տանորների հետ ընկերություն ենք անում, շփվում ենք, դրել ենք, հաշվել ենք, ոչ մի ձևի չի դառնում, Ժորժյան։ Իմաստը որն է։ Պրոստը 3 ամիս նստեցինք, սպասեցինք ու կոնկրետ էկոնոմիկայի նախարարության
չեմ ուզում ազգանուններ տամ, փոխնախարարների, վարչության պետերի հետ ես ասել եմ, որ չի բռնում, ժողովուրդ ջան, չի կարող դա լինել։ Պրոստը խնդրում եմ ձեզ, եթե դաժե հիմա պետք է ինձ աշխատավարձ տակ, ես իմ սուբսիդիա տակ մի բանով օգնեք, ես չեմ ուզում։ Ինչու համար։ Թող ասեն, եթե ես սուտ եմ ասում, թող գնացեն դու տենց բան չես ասել։ Ասեն, որովհետև ես պատրաստում եմ իմ տնտեսությունը 0-ից սարկած, դրսից բերած փողերով շեշտում եմ, այդ որ գնացել խոսացել են, հետո կիմանանք որտեղից է այդ փողերը տնտեսությունների, հներից է, որտեղից է, ես այսօր ասում եմ, մենք այդ տնտեսությունը պատրաստում ենք թողամ իմ երեխային, իմ երեխայի էլ թողա իր երեխային։ Որ իմ թորանը, ծորանը սուբսիդիա չեք տալու։ Ոնց որ Ռուսաստանից բենզին ենք բերում $1, Պարսկաստանում 20 ցենտ, ասեն 80 ցենտ, ձեզ սուբսիդիա ենք տալի, տարեք Պարսկաստան ծախեք։ Երեխեք ջան, հո մենք մարդ ենք, հասկանում ենք, մենք բիզնեսի մարդ ենք։ Այդ կաբինետներում նստում են բանա կատարում հետները, ով որ թե 2 անգամ 2-ը գիտեր, նստում են ընդդեմ մոռանում են։ Դες չի կարելի։ Պետք է մի քիչ մեր հետ էլ հաշվի նստեն, հասկանան մեզ ինչով կարան օգնել։ Ինձ գլխակապետ 5 հատ կոշիկ են բերել, սաղ աչ համար։ Աչա, սաղ ու 8 ռազմեր, մեկը մեծ, մեկը 8 ռազմեր փոքր։ Այդպես չի լինում, երեխեք ջան։ Մեկի հետ չեն ուզում խոսան։ Ես լիշնը $2 միլիոն անցած տարի հարկ եմ վճարել, որտեղից էս մեր սիրո միլիցիոներներն են ստանում իրենց աշխատող, մեր բժիշկները նրանք։ Հիմա խեմ փակում այդ 2 միլիոնի տեղը։ 70 միլիարդ հարկ ենք վճարել ձկնաբույսում, այս մեր գոյության ժամանակ։ Խեն էդի վերացնում, ինչն է պատճառը թողնան, պարզ բացատրեն, ասեն դու մեզ պետք չեք, ծավները տանում։ Էդ էլ հերիք չի սահմաններել ենք մենք պահում։ 90 հատ աշխատակից գնացել են սահման եկել են։ Մեկը գալիս են 5 հոգու տարան, 3 հոգու բերին։ Այո 25 օրով հենա կեսս նորենի չէ։ Սահմաններել ենք մենք պահում ձկնաբույսներով ենիմ ու եկել են, ես իմիշ ջրեր են էկոնոմիանում, էդի անձրևատ ջրեր է, իմանալու համար եմ ասում, էդի գոյանում է ձան հալքից եւ անձրևատ ջրերից։ Ինչ որ բնապահպաններ, ինչ որ իրանց տափակ ուղեղներով մեկի վրա մի հատ ծալք կա, թող գա հետս խոսա ջրով, ասի խե էկոնոմիան։ Եթե մի հատ ծալք ունեցող կա ուղեղի վրա, թող գա մի երկու հատ մենք ունենք, թող գա զրուցի, ասի ինչու հետ կապված է մեր էկոնոմիան անձրևատ ջրերի։ Ինչա մյուս տարի անձրև չի գալու, այս աշուն չի գալու, գարունը չի գալու։ Միլիարդավոր տարիները տանձրև եկե գնացել է։ Մենք դրանով հազարավոր աշխատատեղ ենք բացել, միլիոնավոր դոլարներով նոր ասի 70 միլիարդ հարկ ենք վճարել, հիմա դա վերացնում են, որ այդ անձրևատ ջրերը հավաքեն, ինչ ան, մեկը հավաքվելու է գնալու է դա։ Այնպես չի որ այդ բասեյնում կհավաքվի ներքին թե վերևի, դա գնալու է Ժորժ ջան։ Այդ ջրերը դա անձրևատ ջրեր է, մի հատ եմ ասում։ Հատուկ անուղեղների համար մի հատ եմ կրկնում, դա անձրևատ ջրերը ձեն հալքից գոյացած։ Էկոնոմիան, թող գնան Զիբիլյանոցները հանգցեն որ վառվում է 10 տարեկան երեխեքը ռակ են ընկնում, իրանք անձրևատ ջուր են հավաքում ու իրանք լուրջ մարդու տեղ են դրել։ Իսկ կերի ու հոսանքի հարցը ինչպես պետք է լուծվի։ Ես արդեն դրսից պարտք եմ արել մոտ 2 միլիարդ դրամի համարժեք։ $5 միլիոն արդեն ավելով պարտք եմ արել, չգիտեմ ոնց պետք է տան։ Հերիք չի, եղբորս գազի կալոնք են դրած է, մյուս եղբորս բնակարանը կոմիտասում դրած է, սաղ դրած է։ Իմ երեխան համալսարանում ռեկտորի առաջի օգնականն է դասավանդում է։ Հիմա ինքը 300,000 դրամ աշխատավարձ ոնց է $5 միլիոն փակելու։ Ոնց է փակելու երեխեք ջան։ Իրանք որ հասկանան գոնե կհանդիպեն այս իրականացման մեջ, նրանք կփորձեն հասկանալ մեր խնդիրը որտեղ է։ Ես ասում եմ լավ չեմ տեսնում, ինձ բերել են շալվար են տալի։ Շնորհակալություն։